Ամեն։ Լավ, խնդրեմ ձեր աստվածաշունչները բանակ Հռոմեացիս 1 Հռոմեացիս 1 Ամոր Bible study գուկա արդեն գխնդա Այսօր 16 եւ 17-ը վիտնայինք Հռոմեացիս 1 16-17-ը Իմիջայլոց լավ նայեցեք Հա Ահա հիմա է ժամանակը ընդունելի ժամանակը ահա հիմա է փրկության օրը Բեն Կորինթացիս 6:2 ասիկա մի կտբա է արցանակրե Ես սեզիսի t-shirt պիտնեմ հա լավ հստակ ահա հիմա է աս հիմա բարը ամեն թև մեջտեղ գանե ամեն գրոն մեջտեղ գանե որով գրոնի մեջ կդեսնես հիմա չի գա գրոնի մեջ կդեսնես օրը պիտի ելա գրնալալ Առաջ եղած է հալելույա Այսօր հիմա no way ասի գրոնն է Okay Թևերն ալ նույնպես կսեն Հիմա չէ ժամանակը Հետ չէ ժամանակը Քեզի կբահե հիվանդության մեջ, քեզի կբահե ցախողության մեջ, քեզի կբահե աղքատության մեջ, ասի թևերուն կորձն է։ Աստուծո կորձը չէ ասի, Աստուծո կորձը այս է։ Հիմա է ընդունելու ժամանակը։ Ընդունելի ժամանակը հիմա է։ Սա եթե գմնդածեր արդյոք այսօր ես պիտի բժշկվիմ։ Հիմա է ընդունելի ժամանակը։ Արդյոք այսօր ես պիտի փրկվիմ։ Հիմա է ընդունելի ժամանակը։ So մի քանի ժամ հետո չէ հիմա է։ Հիմա է։ Հիմա հավատքը չդեսնված բաներուն ապացույցն է։ Հիմա հավատքը հուսացված բաներուն հաստատումն է, չէ՞։ Հիմա հավատքը։ So եթե հավատքս հիմա չէ, վտանգավոր է։ Եթե ես չեմ ակնկալեր հիմա Աստված ինձ պիտի խոսի, հիմա Աստված ինձ պիտի բժշկե, հիմա Աստված ինձ պիտի օրհնե, հիմա Աստված պիտի շարժի։ Եթե ես ադի չէի ակնկալությունս հավատ չեղավ։ Նույնիսկ աղանդավորներ կրնան հավատալ, որ աբակային կրնա փամնալա։ Շիդարեմ կամ ոչ։ Նույնիսկ գրոնավորներ կրնան հավատալ, որ անցյալին եղած է աբակային անգրնալալ, բայց այսօր no way։ Այսօր անգարելի է։ So ադամա գուզեմ վերցնես ասիկա կոմիտկետ այս համարը մի կտբա է։ Փրկության օրը եւ գսե միան ազատագրվելու կամ հավիտենական կյանքի մասին միան չխոսիր։ Գխոսի առողջությանդ մասին, գխոսի անեցքեն ազատագրվելու մասին, ջեղկումիտ մասին, ամեն բան փրկության մեջ գինա։ Դեր Հիսուս մեր փրկիչն է, ինչս է։ Միան մեզի մեղքեն ազատելու չեկավ, մեղքին հետևանքներեն ալ ազատելու եկավ, որ մեջը գա անեցքը, հիվանդությունը, դգարությունը եւ բոլոր բաները Աստված գես կորց չներ։ Լման կորց կնե։ Եվ ավետարանը լմանն է, գեսը չէ։ Աստված եկավ նաև մեզի մեր մեղքերու հետևանքներեն ալ ազատելու։ So եթե վրատ գգարձես անեցքը Հիսուսի անունով գոդրված է ադիակով վրա։ Եթե գարձես տուն աղքատ պիտի լաս Հիսուսի անունով գսաստեմ ածուդը կու մեջ է դուրս։ Հիվանդ պիտի մնաս Հիսուսի անունով գհրամայեմ դուրս ադիակու մարմին հետ։ Ադիկ փուշը չէ։ Եվ ասիկա շատ կարևոր մի գավի այսօր մեր նյութին հետ Հռոմեացիսի մեջ Հռոմեացիներու նամակը ղրգեց Բողոս Արաքյալ Քաղաքացիներուն նամակ ղրգեց Բողոս Արաքյալ եւ ես գավադամ նույնիսկ հավանաբար Եբրայեցիս 5 գրած է, so Եբրայեցիներուն նամակն ալ ղրգած է, որում մեջ նույն նյութը դարբեր անգույներով գխոսի, որբեսի ժողովուրդը չի գործվի, չի մոլորվի եւ Հիսուս Քրիստոսի բարձ հավատքի մեջ մնան, որով ավետարանի մեջն է զորությունը։ Եկեք գարտանք։ Գսե ես ավետարանը ամոթ չեմ համարում։ Հռոմեացիս 1:16 Ես ավետարանը ամոթ չեմ համարում։ Քանի ինչու, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի։ So ով որ հավատում է ավետարանին, իրեն համար Աստծո զորությունն է դա։ Մեջը ըլլալով հավատացյալներ եւ ոչ հավատացյալներ։ Եթե հավատում է ավետարանին, մեջը զորություն գա քեզի։ Ես չեմ ամաչում ավետարանից, ասում է Բողոս Արաքյալ, որը մեջն է Աստծո զորությունը։ So փամը գա Բողոս Արաքյալ գտեսնե, որ շատ քրիստոնյաներ չեն տեսներ։ Եվ ինքը ավետարանի մեջ կտեսնե, խաչի մեջ կտեսնե զորությունը, Հիսուսի հարության մեջ կտեսնե զորությունը, ավետարանը, բարի լուրը։ Ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի։
Աստծո զորությունն է ինչս է։ Աստծո զորությունը չափ եւ սահման չունի, երկինք երկիրը ստեղծեց, չէ՞։ Աստված իր զորությունով գնա մերելը հարություն տալ։ Աստված իր զորությունով գնա հիվանդությունը, կանսերը գդրել քո մարմին հետ։ Քեզի նման նոր օրգան դա, Աստծո զորությունը գնա դի։ Իմ զորությունս չի գրնարա դինել։ Բայց Աստծո զորությունը գնա դի։ So ամեն հավատացյալի համար ավետարանը Աստծո զորությունն է։ Ինչու համար? Փրկության համար։ Սոնորեն նույն փրկության բարին եկանք, փրկությունը միան մեղքին բանեն արցակվիլ չէ, մեղքեն արցակվիլ չէ, նաև իր հետևանքներն ալ արցակվիլ է, փրկության համար։ So Աստծո զորությունն է փրկության համար։ Աստծո զորությունը չի եղած իմ եւ քո կյանքիդ մեջ, որբեսի դու միան դեսնես հերույեն եւ Աստծո փարապանես հերույեն եւ հալելույա ասես Աստծո եւ կյանքիդ մեջ չերևի։ Գամ լսած ես բաթմություն քու մեծ դադիգդ, քու մեծ մամիգդ, հայրիգդ։ Իրենց կյանքի մեջ բաթմություն լսերես, հրաշք լսերես եւ վաու ասես Աստված ասպես կնե, բայց Աստծո զորությունը եղած է որ դու ամեն օր ապրիս ադի։ Ես եւ դու ապրին կադի։ Աստված չի եղած որբեսի ժայռի պես կամ գուրքի պես երթանք իրեն ճաշտենք, քարմը ճաշտենք։ Աստված եղած է որ ուղագի հետ հաղորդակցի քու կյանքիդ մեջ փրկություն բերե, իր փրկությունը բերե։ Ազատակում բերե, ջեղքում բերե, առողջություն բերե։ Ասոն համար եղած է Աստված։ Իր զորությունը ադոր համար է։ Ոչ թե երթաս եկեցի մոմ վարես։ Եվ Աստծո զորութենեն զուրկ մնաս։ Ինձ Աստծո զորությունն է որ ապաշխարության բերավ։ Եվ լման մարմինս բռնեց եւ ես ձունգի եկա Աստծո առջև։ Սողալով առջև կացի ապաշխարեցի։ Որով Աստծո զորությունը եկավ ինձ։ Ես աթեիստ եի, Աստծո թշնամի էի, իրեն գահայու էի, իրեն երեսին չէի նայեր։ Բայց երբ Աստծո զորությունը եկավ ինձ բադեց, ես ձունգի եկա։ Եվ հոն է, որ ես ջանցա, որ գեղձ քրիստոնեական կյանք կա եւ իրական քրիստոնեական կյանք կա։ Կաներ էի ես արդեն գեղձ քրիստոնեական կյանք եմ մերած, եթե քու հավատքդ բդուղ չի դար, ուրեմն մերեր է, պետք է գենթանանա Քրիստոսով։ Որով Աստված ինձ եւ քեզի չգանցած մերած հավատք ապրելու, ավանդական հավատք ապրելու։ Աստված մեզի գանչած է ողջ գենթանի Աստծո հետ հարաբերություն ունենալու։ Եվ եթե իր հետ ես գենթանի Աստծո հետ հարաբերություն իմ ասել է իր զորությունն ալ պիտի երևի իմ կյանքիս մեջ։ Եվ իմ ամեն պետքերս պիտի հոգա։ Գսա ես եմ դերը բժշկող Աստվածը։ Իր անունը նաև բժիշկ ասել է։ Իր անունները մեկը բժիշկ է։ Բժշկող Աստված։ Մոսեսին այդ մեկը հայտնեց։ Ժողովուրդը բղնցե օծին գնային, գբժշկվեին դերին վրա։ Ամոր գնայր գսե այդ բղնցե օծին, գբժշկվեր 5 դագարանի մեջ։ Եվ ադիգա խորտանիշ է խաչին, ամոր գնայի խաչին, ամոր գնայի ավետարանին գբժշկվի։ Դավիթ ես տեր ինչու չբժշկվեցա, շարնագե հավատքետ մի թատրիր, մինչև դեսնես Աստծո զորությունը մի դիչը թատրիս տուն, որով Աստված գրնա լալմը չէ թերած, գիտես քիրքեր գա, որ ասպես գարտացածիտ գողքը ասպես ասխմը տրված գլա եւ դագը գիչնես ասպես հավելյալ բաներ տրված գլա չէ սո աս բարերում կովը ասխմը չի գա որ գսե որ գրնալ գիտես եթե տուն անունը Թորոս է Դերվիշյան է հավանաբար քեզի հետ պիտի չլա ասիգա իմ փուշս է քու կյանքիդ համար որովհետեւ տուն չհբարդանաս Թորոս շատ հբարդեսուն անկան հբարդես որ կյանքիդ մեջ ես հիվանդություն բերի ասի գրնակ երևակալ Աստուծո փերանեն ասպես բանել է Այսօր ովևէ հայր իր փերանեն ասպես բանել է ձուր գտեսնես իրեն։ Ես իմ զավակից 10 սորվեցնեմ, ասելով իր ցերքերը գդրեցի։ Իր ոտքերը գդրեց, իրեն կանսեր դվի որ մեռնի, որովհետեւ ինքը շատ չի հբարդանա։ Գնաս երևա ձուր գտեսնես, չէ՞։ Ո՞մեկ հայրը եւ մայրը իր սիրտը նորմալ այսպես պիտի խոսի իր զավակին անտեմ։ Ես չեմ ներավագայել իմ աղջիկիս հանդեսնում։ Ադուր մնաց Աստված որ բոլորիս հայրն է Եվ անսահման գսի է, մեր սերը սահմանափակ է, Աստուծո սերը անսահման է, ոչ վերջ ունի, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ ունի։ Չի գրնար Աստված քեզի ադբեսնել, իր ինքնության հագարակ է, ինքը սեր է, ես եկագս է կյանք դալու,
եւ ել ավելի կյանք տալու, ես չեկա քեզ գողոպտելու, սպանելու, քողանալու, գորուստի մատնելու։ Ես եկա քեզ կյանք տալու եւ ել ավելի կյանք տալու։ Ադե իր կորձը։ Անոմար սատանային գոչենք սատանա, Հիսուսին գոչենք Հիսուս, Հիսուսին հանգարտ սատանա չգոչենք։ Հետևաբար Աստուծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար։ Նախ հրյայի, ապա նաև հույնի։ Երկուքին ալգա հրյան անի է, որ Աստծո հետ ուխտ ուներ, իսկ հույնը անի է, որ Աստծո հետ ուխտ չունի։ Հետանոս է։ So երկու տեսակնալ Ոևէ մեկը աս խումբին մեջ են, աս երկու խումբերուն մեջ են հավատա ավետարանը, Աստծո զորությունն է իրեն համար։ So ըլլաս մեկը որ Աստծո հետ ուխտ ունիս, այսինքն ըլլաս մեկը որ հավատացյալ ես արդեն, վերստին ծնած ես արդեն, Աստծո հետ գաբրիս, քրիստոնյա ես, Հիսուսն տունած ես, ըլլաս ադբես մեկը, կամ ըլլաս մեկը որ լման աշխարհեն եկած բանեմը կապար չունիս, հանգարց ավետարանը ընդունեցիր քեզի համար, Աստծո զորություն եղավ ալի։ Փրկության համար։ Հալելույա, ասիմ խոսքս չէ։ Հիմա, ինչու ավետարանը Աստծո զորությունն է, որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում։ Հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու։ Աս երկու համարներում մեջ ինք եզրափակեց լման իր նամակը իրականության մեջ։ Հռոմեացիս նամակը։ Սե ավետարանի մեջն է, մա միջոցով է, որ կհայտնվի քո արդարությունդ։ Եվ երբ հայտնվի քո արդարությունը, դու հավատից հավատի մեջ կհաստատվես, ասին հավատք է հավատք, ուրիշ դեր գսե փառք է փառք, հավատք է հավատք, ինչպես գրված է գսե, գմեջբերը 5 դագարանեն, ամփագումա 2-4 գսե, արդարը հավատով է ապրելու։ Հիմա առաջ երբ ես այս համարը կգարթայի, կգարձեի դերը գսե արդարը հավատով պետք է ապրի եւ ոչ թե դեսողությամբ։ Եվ ասի շիդագ է։ Ադիմաստը գա մեջը։ Եվ այդ բաժարով է որ գտեսնես մեծ վերարտնություն եղավ 1700-1600 թվականներեն սկսյալ եւ Մարտին Լութերը եկավ եւ Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն լեզվի եւ ադորամա շատ հալածվեցավ եւ հանգարց տեսավ Աստվածաշունչի մեջ որ գսե որ մարդ կփրկվի հավատքով եւ ոչ թե կորձերով։ Մինչդեռ եկեղեցին այդ օրերուն ժողովրդին կորձի առաջնորդած էին, մարդիկ պետք է քնեին իրենց փրկությունը, իրենց ինչպես դունի վգայական գդրվի մեգումով եւ որ դուն քնեց, այդպես վգայական գուդային քեզի երկինքի դունի համար, փրկությանդ համար վգայական գուդային եւ չեք նայվագալ մինչեւ այսօր դակավին գա ասի, գրոնի մեջ գա թերասի։ Երկու տարի առաջ Հռոմ կացի Վատիկան մտա, բազապես այդպես հետաքրքրության համար մտա ներս եւ այնտեղ թուրով մտա որովհետեւ մեզի բացադրեն ներսի ինչպես է պատմությունը, ես գուզեի պատմությունը լսել, որ մեզի մեկա թուրը ցույց տվին, որ 2025-ին բացին այդ թուրը։ Անցյալ տարի։ Սա ամեն 25 տարի անգամ կփանան այդ թուրը։ Ադի երկինքի թերները կխորտանշե, գսեն։ Սո այդ թուրը փակ կմնա, 25 տարի հետ կա այդ թուրը կբացվի, ամ որ մեջեն անցնի կփրկվի, իր մեղքերը կներվի։ Ասի եկեղեցին կսորվեցնի։ Հա? Հա, ավոր մեծ հերթ կլա։ Մենք զարմացանք, ես ու Թամարը որ լսեցինք ասի, բայց ասե, գրոնը ասե, Աստուծո հետ բնավ գապ չի գա։ Քեզի կգաբե կորձերու եւ քեզի իրականության մեջ Աստուծո մեջ կզրգե եւ քեզի գաբանքներու մեջ կտնե ավելի։ Եվ ասի եկեղեցի կսորվեցնե, գաթողիկենին։ Բայց ամեն հարանվանություն իր գրոն ունի, չգարձես որ մենք զուրգ ենք անգե, անորամար մենք հարանվանության մեջ ենք բռնվիր, մենք Հիսուսի բռնված ենք։ Ես ոչ կաթոլիկն եմ, ոչ արաքելականն եմ, ոչ հոգեկալստականն եմ, ոչ ասինչն եմ, անինչն եմ, ես ոչ Բողոսյանն եմ, ոչ Աբողոսյանն եմ, ես Հիսուսինն եմ։ Հիսուս է, որ ինձի քարը ժայռն է, որում վրա ես հիմնված եմ։ Բոլոր եկեղեցիները իրենց եւ բոլոր հարանվանությունները իրենց ղարքին Աստուծո թերը խաղցած են, բայց երբ Սուրբ Հոգին վրընդվեցավ, այլևս գրոն դարձավ, գաբանք դարձավ, իշխանություն դարձավ, փառք դարձավ, դրամ դարձավ, ասի դարձավ, ուրիշ բան չեղավ։ Եվ ես չեմ նվաստացներ այն կորձը, որ Աստված իրենց ցերկով ըրավ թարերու ընթացքին, բայց այսօր պետք է ամեն հարանվանությունները բոլորն ալ ոտքի ելեն, վերարտնությունն են անհավատքի։ Թե ոչ գրոն գաբրիս, որով այսօր գրնաս տուն հոգեկալստական եկեղեցի մեջ լալ, ավետարանական եկեղեցի մեջ լալ եւ նորեն գաբանքներու դագելաս։ Գապ չունի։ Ես ինչապ հավատացյալներ կճանչնամ,
որոնք եկեղեցի կհաջախեն, ամեն գսեն, բոլոր երգերը գերքեն, հալելույա գերքեն, գսեն դերը իմ բժիշկ գսե, հետո կդառնա նույն բահուն մեջը գսե ասի վանտությունը Աստված ինձ դվավ։ Կամ Աստված հիմա հարմար ադենը չի դեսներ, որ ժամանակը որ ինձի փրկե։ Ահա, հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ So, ասե ավետարանը։ Yeah? Որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում հավատից հավատի մեջ։ Եթե ես հավատքի հավատ պիտի երթամ, ես պետք ունիմ Աստծո արդարությունը ճանչնամ, որ ես Քրիստոսով ընդունեցի եւ այդ մեկը ավետարանով գուկա։ Եվ այս համարը, որ հիմա գարտացինք, որ մեջբերում էր անպագումային, գսե արդարը հավատով է ապրելու դերը իմ աչքերս բացավ, այս համարը նաեւ հետեւյալն է ասել է. արդարն է եւ ճանչնա իր արդարությունը Քրիստոսով, արդարն է, որ հավատքով կգնա ապրիլ։ Արդարին կյանքի մեջն է, որ հավատքը աշխատելու կսկսի, անիվը դառնալու կսկսի, եւ որ անձը ճանչնա իր արդարությունը Քրիստոսով, որքան այդ մեկը քեզի հայտնությունը լա, այնքան հավատքդ կորձունյա կդառնա։ Ես ժամանակ առաջ երազիս մեջ դերը եկավ այս ինչ որ հիմա քեզի այս ռեման ինձ երազիս մեջ տվավ։ Եվ ես ցեզի ասի կկարոզեի երազիս մեջ։ Արդարը հավատքով պիտի ապրի։ Եվ դերը ինձի խոսքը սա երազիս մեջ ինձ իսավ հավատքը աշխատելու կսկսի, երբ մենք ճանչնանք կամ հայտնություն դառնա մեզ մեր արդարությունը Քրիստոսով։ Եվ ես ճանչնամ իմ արդարությունս Քրիստոսով, հավատքը աշխատելու կսկսի, ասեր բատկամը։ Եվ ասկալիկ շաբաթներուն մեջ ես այս թեմայով պիտի խոսեմ, որով դերը ասի գուզե խոսիմ։ Եվ հետո երազիս մեջ դեսա, եթե դու նամակը առնես ամփոփ սրդով, քու հարաբերությունն Աստծո հետ պիտի փոխվի, օծությունը պիտի բազմապատկվի, որով երազիս մեջը օծություն իջավ ամեն վրա։ Ամեն մարդ կեդիները ինգան։ Աս նամակին մեջը բանալին է, որ դու նոր գդագարանը գարենաս ապրիլ։ Բոս արակյալ ասոր համար հալածվեցավ, որով եւ ինքը հռոմեացիներուն ասնամակը գրգեց, ասի իր եկեղեցին չէր, ասի քրիստոնյաներ էին, որոնք եկեղեցի հիմնեցին այնտեղ, դնային եկեղեցիներ ունեին, ոչ ինքը հիմնած է, ոչ Պետրոսը հիմնած է, իրենք դեռ չէին հասած, որ հավատացյալները այնտեղ եկեղեցի ունեին արդեն։ Եվ այդ հավատացյալները, որ Հռոմի մեջ էին, հեթանոս անցյալ է եկած են։ Հрьяաներ չէին, որ ապաշխարած են։ Հեթանոսներ էին ասում, որ թարցի եկած էին, Քրիստոս ընդունած էին, ավետարանը լսելուն պատճառով, վերստին ծնելով, այդպես իրենք հավատացյալ դարձան։ Բայց հрьяաներ կային, որոնք հավատացյալներ էին, եւ իրենք երբ եկան, սկսան նեղություն բերել աս հեթանոս քրիստոնյաներուն, որոնք քրիստոնեացած էին, նեղություն սկսան բերել, որովհետեւ սկսան իրենց ասել, որ դուք չեք կնար միան բրգվիլ հավատքով, դուք պետք է որ թլփատվիք, դուք պետք է որ հadoop ջաշերու օրենքները հարկեք, որ հրեական օրենքներն էին, 5 դագանի մեջ դրված էր, որ նոր դագանի մեջ ասված չեղյալ էր ավասոնք։ So ասոնքալ պետք է ենեք, որովհետեւ դուք բրգվիք, չի բավեր միան Քրիստոս ընդունիս եւ դու բրգվիս։ Եվ ասես նեղությունը սկսավ մտնել եկեղեցի մեջ եւ Բողոս արաքյալ լուրջ հալածեց այս միտքը։ Մինչեւ այնքան որ արաքյալներուն հետ ժողով եղավ եւ հրովարդակ քրվեցավ, ամեն եկեղեցիներուն դարածվեցավ, որ Բողոս արաքյալին սորվեցուցած ճշմարտությունն է եւ իրեն հետևեց եկսելով։ Այս խոսքը եւ անհրյաները որ գոմոդենան ցեզի եւ գսեն աս պետք ենես, անպետք ենես, անպետք ենես որ բրգվիս, ադիգաշիդակ չէ։ Ասորամար գալածվեր առաջին քրիստոնյաները, որ քրիստոնյա դարձան, սկզբունքով հрьяաներ էին։ Եվ եթե հрья ես տուն, հрьяի մտածելակերպով պիտի մտածես, Եվանգելիզմա Քրիստոս եկավ, քեզի համար 5 դագարանին ավելցուկ մնե Քրիստոսի ըրածը։ Ոչ թե ինքն է, Քրիստոսն է եւ իր նամակն է։ Ադու համար կտեսնես 5 դագարանի ոչ թե Աստծո խոսքերը այլևս չեղյալ լան, ան ինչ որ նոր դագարանի մեջ ասված չեղյալ երավ Քրիստոսով, անոնք չեղյալ եղած են, մնացածը թեր գկալե, մենակ դասանորդը թեր գա։ Ինչ որ Հիսուս ալատ մեգա հաստատեց, Հիսուս թեմ չելավ դասանորդին։ Բայց գտեսնես Հիսուս թեմ ելավ շաբաթ օրվա իրեն սխալ բացատրության, Հիսուս թեմ ելավ հadoop ուդելիկներու հետ կապված է որ Պետրոսին դեսիլ ցույց տվավ, սա որ անինչ որ քեզի ես գուդամ մաքուր է, որ Պետրոսով ես անգարելի է ուդեմ ասոնք։ Անգեյետ կա այլևս ինչ որ տուն
կողությամբ ընդունիս կսե քեզի համար ադիգա մաքուր է, Աստուծո կողապանությամբ ընդունիս ադի քեզի մաքուր եղավ, ջաշի հետ կապված, որը Բողոս Սարաքյալը այդ նամակը ղրգեց քանի դեղ։ Թլփադության մասին կխոսի, գսե ճշմարիտ թլփադությունը ֆիզիկապես թլփադությունը չէ, ադի չէ որ քեզի հրյա գնե, սրդի թլփադությունն է քեզի հրյա գնե։ Իսկական հրյաները ես եւ դու գենք իրականության մեջ, ոչ թե լիփանանի գողքը գտնվող հրյաները։ Քանի ֆիզիկական թլփադությունը չէ ըստ Աստուծո որ քեզի հրյա գնե։ Ասի Բողոսի խոսքերն է։ Իսկական հրյան անի է որ սրդով թլփադված է։ Ադե հրյան։ Անի իր եկեղեցին է։ Հետաբար չենք կնար 5 դարանի ձեսերը, զոհերը, թլփադությունը, կորձերը, հիմա խառնես նոր գդագարանի մեջը եւ ասես որ օքեյ ես կփրկվիմ Քրիստոսով, բայց պետք է ասա լնեմ, պետք է ասա անեմ, պետք է ասա անեմ, որ Աստված ինձի փրկե։ Եթե փրկվեցար, դու փրկվեցար, ուրիշ զոհ չես կնար դալ այլևս։ Գնամ եկես վարզել, եթե Հիսուս զոհվեցավ ինձի համար եւ ես հիմա հավիտենական կյանք ունեցա, ադո վրա ես բամը չեմ գնար ավելցնել։ Ավելցնես իրականության մեջ բիղձ եղավ այլևս։ Ես չեմ գնար ասել ամեկվան ես պետք է օրական 10 գլուխ Աստվածաշունչ կարդամ, պետք է շաբաթը մեկ անգամ ձոն բահեմ, կամ 15 օր ելեմ համակումարի առանցին ժամանակ անցնեմ Աստծո հետ, ասինչ պետք է պետք է ծարայեմ, պետք է ասեմ, պետք է անեմ, որովհետեւ Աստված ինձի փրկե, որովհետեւ Աստված ինձի բժշկե, որովհետեւ Աստված ինձի օրհնե։ Ասոնց հետ կապ չունի, որով ասոն քու զոհերը դեն։ Եվ աս զոհերը փրկությանը վրա փամը չավելցներ, իրականության մեջ կբացեցնե։ Մենք ասոնք չեն գներ, որովհետեւ մենք գուզենք փրկվել, մենք ասոնք կնենք, որովհետեւ փրկված ենք։ Մենք ասոնք կնենք, որով գսիրենք Աստուծո, գուզենք իրեն մոդենալ, գուզենք իրեն ջանչնալ, գուզենք իրեն սրդանց զարայել, ասոնք չեն գներ, որ օրտնվենք, ասոնք գնենք, որով օրտնված ենք։ Մեծ դարբերություն կա երկուքի միջև եւ եկեղեցիներում մեջ կտեսնես ասի դարածված է։ Ժամանակն է արթնա եկեղեցին ճշմարտություն ինչ եւ ադոր մեջ շոցավ, ադոր մեջ հաստատ գենա եւ քայլե, որով եւ ավետարանի մեջ գենաս, արդարությունը ջանչնաս, որ Քրիստոսով ստացար, ոչ թե թուն վրան ավելցուցիր։ Հավատե հավատ գերտաս, ով գուզե հավատե հավատ երթալ, ով գուզե հավատե հավատ հաստատվիլ։ Ասե, ցևը։ Ուրեմն ես պետք ունիմ այդ ավետարանին երթալու եւ անինչ որ ես վրան ավելցուցած եմ, դիլիթն եմ այլևս թափեմ, բո դեր Հիսուս սավ հինդի գերում մեջ նորքին ինչ ես կնարթնել։ Գբայտին։ Թե դիգը, թե քինին գթափի գսե։ Նորքինին նորդիգի մեջ պիտնես, որ երկուքը բահբանվին։ Երկուքը բահբանվին։ Սա դու համար ինչ գրոնական սկզբունքներ կա, որ քու արջևդ պայմաններ գտնեն, որ փրկության հասնիս։ Ադոնք թիվային են իրականության մեջ, Աստծո մեջ են։ Որով պայման չի գա, որ դու փրկվես, բացի Հիսուս Քրիստոս հավատալուց։ Պայման չի գա, որ դու բժշկվես, բացի Հիսուս Քրիստոսի հավատալուց։ Բոլոր մարդոց, որ Հիսուս կբժշկեր, անոնց մեջ գային քողերը, ավազակները, բորնիկները, իրեն հետևողները, ոչ հետևողները, իրեն հալածողները, ամենուն կբժշկեր Հիսուս։ Քանի դեր գսե հիվանդները իրեն կբերեին, բոլորին, դա այսօր կգարտայի գսե ամեն մարդ կթփչեր Հիսուսին, որ բժշկվեր է, բոլորը կբժշկվեն։ Վազելով գերտային, որ միան Հիսուսին թփչեն, որով իր մեծ զորություն գելեր։ Ուգաս ավետարանի մեջ։ Սին դա Հիսուս չի թբավ, մարդիկ գերտային իրեն կթտնային, որովհետեւ բժշկվեին։ Մենք պետք է այդպես ագրեսիվ լինենք մեր հավատքի մեջը, ջանչնալով որ իր մեծ զորություն գողոսի արդեն ինձի համար։ Երթամ ադիգա առնեմ։ Ոչ թե աղաչեմ։ Եվ ասեմ ո մեկվան, դեր ինձ չբալասանեց, ուրեմն պետք է ասնեմ, պետք է ասնեմ, պետք է ասնեմ, պետք է ասեմ, աման այսօր ես դեմը գա փարգացա, ուրեմն Աստված ինձ պիտի չորտնե, ասոնք շիդակ մտածելակերպներ չեն։ Որովհետեւ ադոնց հետ գապ չունի քո փրկությունը։ Եթե քեզ մեկ ախված պիտի լար քո փրկությունը, Հիսուս բեք չուներ կալու։ Եվ եթե ես փամը պիտի ավելցնեմ, իրականության մեջ իրեն հավատալս չեղավ, ին անցիս կհավատամ գորիմա։ Ես կհավատամ, որ Դավիթ Մաչուլյանը գրնա ասինչ ընել, եւ որովհետեւ ըրավ, ուրեմն ինքը գազես քնեց Աստուծո փրկությունը, այդպես բան չի գա։ Մեկը չի գա, որ արդար է գսե
Աստվածաշունչը։ Բոլորն ալ մեղանչեցին, բոլորն ալ Աստծո փառքից զրկվեցին, եթե զրկված էինք հիմա հանգարց թուն չգարձես որ թուն փամ մեղար եւ հիմա գրնաս Աստծո փառքին արժանանալ, առանց Հիսուս Քրիստոսի չես կնար։ Առանց միան իրեն հավատալու չես կնար։ Վրան ուրիշ բան ավեցնես, նորեն չես կնար։ Միան իրեն հավատալով եւ իր մեջ եկած արդարությունն է քեզի, որ քեզի ներս կմտցնի։ Իր արյունն է, որ քեզի ներս կմտցնի։ Աստծո ներկայության մեջ։ Քո արյունը չէ, իմ արյունս չէ։ Իմ կորձերս չէ։ Կահադացից մեկ ութի մեջ Բոոս Արաքյալ գահանտիման է կահադացիներուն։ Շատ անգամ մարդիկ կսեն, ասին չտեսակ հովիվներ են գելեն գահանտիմանեն իրենց ժողովուրդը Բոոս Արաքյալին դա լայրն է հավանաբար շատ հանդիմանություններ դուդեիր գահադացից մեկ ութի մեջ կսե, բայց եթե մենք գամ երկնքից մի հրեշտակ, լավ լսեցեք, եթե մենք Արաքյալներս գամ երկնքից մի հրեշտակ նրանից դարբեր փան ավետարանի ուրիշ բան ավետարանի ցեզ, քան մենք ցեզ ավետարանածը նզովյալ լինի։ Մեկ ութը։ Մակադացներուն խնդիրը ինչ էր, իրենք ապաշխարած էին, հիմա հանգած ետ թլփատվելու գերտային գոր, գնում էին ետ թլփատության, ետ ուդելիքի օրենքները բահելու, այսինչ եւ անինչը բահելու, սա դրա համար ասանտիմանություն գուկա իրենց։ Իներորդ համարը ճիշտ հաջորդող համարն է, այդքան կարևոր էր Բողոս Արաքյալի ասածը, որ նորեն ասավ։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ, եթե մեկը ցեզ ավետարանի ոչ այն ինչ դուք ընդունեցիք մեզ մե, նզովյալ լինի։ Սա աս երկու համարները արդեն աշխարհի մեջ ինչ գրոն կա, նզովքի դարով։ Բան մի չի ցկես։ Ոչ իսլամությունը թողեց, ոչ Եհովայի վկաները, ոչ մորմոնները, ոչ բոլոր աղանդավորները, ամեն արավ շուր թափեց։ Նզովյալ լինի սա, որով բոլորն ալ Եհովայի վկաները, մորմոնները, իսլամությունը եւ ինչ կուզես աշխարհի մեջ գամ իրենց հրեշտակ մի եկած եւ իրենց դարբեր ավետարան մտված է կանաս ավետարանը որ ինքը կարոզ է գամ ալ իրենց փիլիսոփայությունն է եւ աշխարհին վրա այդ մեկը բարդացած են բայց եթե դու գավադաս Աստվածաշունչին աս երկու համարները միս բոլոր բաները նզովքի կդանի so միանաս ավետարանը ես ալ եթե հավադամ օդարփանիմը ինձիալ անեցքի ենթարկե Շարունակեմ ուրիշ համար։ Կահադացից 3:1 Բոոս Արաքյալ գտարնա կահադացիներուն գսե ով անմիտ կահադացիներ։ Զաներ էր Բոոս Արաքյալին լեզուն։ Ով անմիտ կահադացիներ։ Ով ուրախ դիտել է թե ինքը դմբո գոչվի, անմիտ գոչվի, հիմար գոչվի։ Սա Բոոս Արաքյալը ասե ով անմիտ կահադացիներ, ով հմայեց ցեզ, ով գախարտություն հրավ ցեր վրա։ Խապեց ցեզ, ով հմայեց ցեզ։ Որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Սին ես եկա ցեզի Քրիստոսը խաչված ներկայացրեցի եւ դուք ապաշխարեցիք հիմա ով ցեզի հմայեց որ դուք անգե դուրս ելակ կսե։ Կահադացի 5:3 գսե ես դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար ով որ թլփատվում է լավ նայեցեք ով որ թլփատվում է բարդավոր է օրենքը գադարել ամենը Որովհետև կահադացիներուն մեջ սկսած էին ինչ անել, հա միան Քրիստոսով չեմ փրկվիր, ուրեմն երթան պետք է թլփատվի մա։ Սո թլփատվությանը գերտային։ Սո ասավ ով որ թլփատվում է, պետք է ամեն օրենքը բայ։ Եթե պատրաստ ես։ Չես կնար մեկ բանը անել եւ մյուս բաները աչ խփել։ Եթե մեկ օրենքը պիտի բայես, ամեն օրենքը պետք է բայես ուրեմն։ Եթե որով դու անոր հիման վրա փրկությունդ սահմանած ես Ուրեմն միան ադ օրենքը չէ, ամեն օրենքները պետք է բավի, որ դու փրկվի սիրականության մեջ։ Ադու համար գսե եթե թլփատություն պիտի բայես, ուրեմն բարդավոր ես ամեն օրենքը գադարել։ Հաջորդ համարը գտարնա գսե դուք որ գամենում եք օրենքով արդարանալ, 5 դագարանի օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից։ Գտեսնես ինչա հիմնական է ասի։ Եթե ես իդ օրենքով փորձեմ արդարանալ Քրիստոսից ինձ կբաժնե։ Եվ ոչ միայն Քրիստոսեն, այլ նաև զրկված շնորհից, շնորհքենա կզրկվիմ։ Այսինքն ան ուժը որ գա նոր գդագարանի մեջ, խոստումները այո եւ ամեն դարձնող ուժը իմ կյանքից մեջ այլևս չի կործեր։ Որովհետեւ ես հավատքս միան Հիսուսի վրա չեմ դրած, ուրիշ բաներու վրա է դրած եմ։
նզով բան այլևս զրկված կլինեմ շնորհքից։ Քրիստոսից բաժանված կլինեմ։ Ցես մի ասուս Դավիթ ինչ խոսիս։ Ես կսիրեմ Հիսուսի, կասկած չունիմ անգե, բայց Հիսուսին վրա ուրիշ բան մի տներ։ Տուն արդարացած ես Քրիստոսի արյունով, Աստված քեզի կսիրե հիմա ինչպես որ ես։ Ոչ առավել, ոչ ալ բագաս, վաղը ավելի պիտի չսիրե քեզ Աստված։ Երեք ավելի բագաս չեր սիրում քեզ Աստված։ Քեզի նույնպես կսիրե Աստված, այն օրեն, որ դու մեղավորն ես քեզի կսիրեր, աղդոտ վիճակին մեջ ներ, ցեխին մեջ ներ թաղված, արյուն լվա եղած էր, քիթդ պերանդ մեկ եղած էր թշնամին ցերկերուն դագը, այն օրերեն արդեն քեզ կսիրե, չի ծնած քեզ սիրեց, ինք քեզ շաղեց, ինք քեզ գազմեց, ինք քեզ գանչեց, ինք քեզ բրգեց, իր նամակն է որ քեզի արդարացուց։ Եվ այդ նամակով դու ինքնավստահ կգնաս մտնել Աստծո շնորհքի աթորին արչև։ Այդ արյունով Աստծո շնորհքին արչև, աթորին արչև գնաս մտնել եւ շնորհքը ստանալ։ Եթե ես անով վրա ուրիշ բան միտ խառնեմ, ես ներս չեմ գնար մտնել, որով ինչ որ ես մծուցի, բղձեցի, միայն Քրիստոսի արյունն է, որ ինձ ներս կմտցնի։ Դա կնշանակե ուրեմն ես ընելիք չունիմ, որբեսի բժշկվիմ, բացի հավատամ։ Եվ ավետարանը ինձի հայտնվի, բացվի, որով դերոջը պատկամը ադի էր, որքան արդարությունը հայտնվի քեզ Քրիստոսով, այնքան հավատքդ գաշխատի։ Որովհետև որ արդարությունդ, որ Քրիստոսով ստացար, դակավին խագ է քեզի համար, դու վրա մի փորձես ավելցնել բաներ։ Եվ որքան ասես ես գահավադամ, պիտի չտեսնես բան։ Որովհետև աբուրի մեջ ուրիշ բան խառնեցիր։ Եթե ես այսօր առնեմ երկու ձու, եւ քեզի ասեմ, որ քեզի նախաճաշ պատրաստեցի, English breakfast։ Չեմը, Patrick Skertank English breakfast կգնենք։ So English երևակայեցեք Արոն ինձի մոդենա սետավիտ ասեր English breakfast-ը քեզի։ Ձու խառնված, բայց մի բան ունիմ ասելու, մի ցուն թույն է։ Օրը անցած էր։ Ուրիշ ձու չունեին, հետևաբար ստիպեցանք ադի խառնել մեջ եւ քեզի դալ, բայց արդեն դեսկը նորմալ է, ամեն ինչը նորմալ է, սո գնաս ուտել։ Ինչ կլամ։ Մեկ թույն մտնե այդ խառնուրդի մեջը, ին մարմինից մեջ թույն մտավ եւ ադոր ես վնասը վիտ դեսնում։ Աբուրիտ մեջ չես ընդունիր, որևէ հին օրը անցած թունավոր մի բան, չէ։ Նույնպես է Քրիստոսի արյունին հետ ուրիշ բան չես կնա խառնել։ Թե ոչ թույն կմտնե, վնաս կմտնե։ Ադամա Բողոսարակյալ գսե բաժանված կլինեք Քրիստոսից եւ շնորհից զրկված։ Եբրայեցիս նամակի մեջ ինչպես գսեի նույնպես գխոսի եւ ավելի հրեական մտքի գխոսի, անոր հրեա է, անի գահսկնա ավելի Եբրայեցիս նամակը, որովհետեւ ինքը օրենքներ ուներ, ձեսեր ուներ, քահանաներ ուներ, զոհեր ուներ, դաջար ուներ եւ նամակը քրոը գսե Քրիստոսով ասոնք ամեն վերջացան։ Մեկ զոհեր, որ Քրիստոս ըրավ գադարյալ զոհներ մարդոց բրգուչան համար, այլևս բեկչունի զոհնելու վրան։ Որբեսի բրգվիզ Դաջարին կորձը վերջացավ, քահանաներուն կորձը վերջացավ, այլևս մենք դարձանք Աստծո դաջարները։ So հրեային համար գխոսի ադիգա թլփադություն չգա այլևս նույնպես, որովհետև ասոր համար հալածվեցավ Բողոսարակյալ։ Եվ եկեղեցիները ասպես ինք հաստատեց, եւ Աստծո զորությունը ադպես երևցավ Բողոսարակյալի միջոցով։ So անհայտնությունը, որ Հռոմեացիս նամակի մեջ պիտի ստանաս, անհայտնությունն է, որ քեզի պիտի ազատագրե գադարողական մտածելակերպ է, performance, կորձնել է, ad մտածելակերպեն քեզի ազատագրե, որ քո հավատքդ գգաբե կամ քո հարաբերություն Աստծո հետ գգաբե քո ուրած կորձերուդ հետ։ Եթե ես այսօր սուտ խոսեցա, բադայեցավ սխալմամ սուտ խոսեցա, ուրեմն Աստված իր ցերկերը իմ վրա էս լված։ Ադիսել չէ։ Որովհետև գնանք մենք սխալիլ, անկիդակցաբար, սխալներ կոլձել, բայց եւ այնպես ադի չէ որ ինձ է արդեն արդարացուց։ Ադի պիտի արդարացներն է ինձ ես արդարացած չէ լար արդեն։ Քրիստոսի արյունն է որ ինձ է արդարացած։ Եդ պետք է հոն երթամ, եդ պետք է խաչին երթամ։ Մենք այսօր հաղորդություն մի դառնենք, միտք ադի արդեն,
որ քեզի հիշեցնե ավետարանը, քեզի հիշեցնե Հիսուսի գադարած գործը, հիշես ինք քեզի համար ինչ հրավ եւ ուղղե եկավ քո արդարությունդ։ Եվ հիմա դու ինչի access ունիս Քրիստոսի դված արդարությունով։ Եվ հիմա դու արդարացածն ես, Աստված եւ քեզի նայ քեզի արդար կդեսնե, որով Քրիստոսի արյունով ձևված ես դու։ Այո, մարմինը թեր մեղանչական բնույթ ունի, որ գրնա սխալիլ։ Մենք ուզելով մեղ չենք կորզեր, գնամ սխալիլ, գարելիությունը գա որ սխալիմ, ադամար գսե մեր միտքերը նորոգենք, բայց ադի չի նշանակե, որ ես հիմա այլևս արդարը չեմ, որով հոգիս ինք գենթանացուց ինչը հարություն արավ ուրեմն իմ մեջս։ Եվ որ ես վերստին ձունուն տարի, ինչս էլ է վերստին ձունուն տարի, հոգիս ինչու համար վերստին ծնավ, ինչու համար հարություն արավ իմ հոգիս, եթե մեջը մեղ կա, հարություն չառներ։ Դեր Հիսուսի սպանեցին, գարձելով, որ ինքը հայոյողն է, բայց մեղքը ներողություն մահը հագարակ դարձավ իրեն հետ վերագենթանացուց Աստված։ Որովհետև անմեղ էր։ Մեղ չուներ, որ ինքը արժանի լար մահվան։ Իրեն հետ հարություն տվավ։ Քո հոգի դալ, եւ որ դու Հիսուսը ընդունեցիր իբր դեր եւ փրկիչ, հոգիդ մաքրեց, հոգիդ հարություն տվավ, ասել է անմեղ է այլևս։ Արդարն է այլևս, մաքուրն է, քո հոգիդ փրկված է 100%։ Քո շունչը կփրկվի ամեն օր Աստծո խոսքի մեջ լալով, գնորոքվի քո միտքդ, ինչպես Հռոմեացիս 10-րդի մեջ կգարտանք, մեր մտքերը թող գերբարափոխվի, թող նորոգվի, ասաշխարին թող չի նմանի։ Սո մեր միտքը, մեր շունչը թեր գնորոքվի, իսկ մեր մարմիններն ալ ի վերջո հավիդյան պիտի նորոգվի, ուր որ այլևս աս մարմինը պիտի չմեռնի։ Հիմա կմեռնիմ, հիմա կձերանա աս մարմինը։ Հոգիս չմեռնի, բայց մարմինը կձերանա, ես վարձվոր եմ հիմա աս մարմինի մեջը։ Եվ աս մարմինը կձերանա, աս մարմինը ջերմագի մազերը, գլխքի մորթը, չեմը, եվ վերջո թակալ գտրվի, բայց հարություն մի դարն է, մարմինն ալի վերջո հարություն մի դարն է, բայց ասոր գողքին ինչ, որ ասված ինձի դված է Քրիստոսով, բացի վերջավորության, որ մահը պիտի վերցնե, ինք խոստացավ ադի վերջո մահը պիտի հանե, հայտնության քիրքի մեջ գրված է, բայց մահեն զադ ինչ կա, ամեն ինձ է այո եւ ամեն է, հիմա այս ժամանակի մեջ, գնամ բժշկվիլ, ես գանչված եմ ննչել, չեմ գանչված մեռնելու, չարչարվելու, ես գանչված եմ ննչելու, ադամա քրիստոնեական լեզուի մեջն է, ննչեց կսեն, ննչեցյալները կսեն, չէ, քնացան ասոնք, չմերան ասոնք, քնացան ասոնք, այդ հարություն մի դառնեն։ Եվ ես եւ տուն չենք գանչված չարչարանքով մեռնելու, ես եւ տուն գանչված ենք, ասես մեր գլուխը տնենք աչքերնից փակենք, աչքերնից Հիսուսի առջև փանանք։ Ագնթարտի մեջ ասպես։ Հռոմեացիս 3:23 գսե որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո պարգից։ Չմոռնաս աս համարը։ Բոլորս մեղանչեցինք, բոլորս զրկվեցինք։ Չմոռնանք ով մեզի փրկեց։ Եվ չմոռնանք որ մենք փրկիչի պետք ունենք։ Հանգարց Հիսուսը ունենալնես յետքը, ամ փրկվելնես յետքը, չմոռնանք Հիսուսին եւ չմոռնանք անով որ մեզ փրկեց։ Չմոռնանք որ ով է փրկիչը, հանգարց ուն եւ ես չեղանք փրկիչը։ Ինքն է դեր փրկիչը։ Ինքն է որ դեր ինձ պիտի փրկե։ Անհամար ես իմ հավատքս միշտ պիտի տնեմ Հիսուսի գադարած կորձին վրա, իր փարության վրա, իր շնորհքին վրա, ոչ թե իմ անձիս վրա եւ իմ կարողությանս վրա։ Եվ որթուն ավետարանը շիդակ ջանաչես, ավետարանը քեզի բացվի, արդարությունդ քեզի բացվի, գտեսնես որ մեղանչական բնույթը դա կմեռնի։ Որով որքան դու Աստծո մոդենաս իրս ածևով, որքան դու շնորհքի աթորին մոդենաս եւ շնորհքը ստանաս, շնորհքը ինչի պիտի ծարայե, քո դգարություններու համար, հիվանդություններու համար, քո պետքերու համար, պիտի ծարայե, չեմը։ Սո դգարությունները դա պիտի փոխվին, պիտի զորանաս եւ որ դու համարցակությամբ գարենաս մտնել, բայց ինչպես մտնես, եթե դու արդարություն չես ճանցած։ Հանգած թունին արջև պիտի ամճնաս տուն, բիցես ես ինչպես պիտի մտնեմ, այսօր Աստվածաշունչ չի գարտացի։ Եվ որ զավակը ծխալի, անցյալ օրը գարենը ինձ գբատներ, իր դուղուն համար, որ ինչպես կործմը հրած է, որ բաբային արջև կնաց հետո խոստովանեցավ, ասավ ես բամմերի, որ բեկչերն էի, բայց պետքերն էի, հիմա
Եվ որ զավակը ծխալի իրեն չես սեր դունեն դուրս էլ այլևս ամոթ քեզի։ Դու պետք է ավելի լավ հասկանայր, այլևս երեսը չեմ ուզեր տեսնել։ Անշուշտ Գարենը այդպես չրավ, որևէ հայր այդպես չուներ։ Իրեն խոսեցավ, իրեն խրադը դվավ, իրեն սավ, հացադրեց իրեն, բայց իրեն ընդունեց։ Աստված ականգալ է, որ դու իրեն մոդենաս, իրեն բացվիս, իրեն խոսիս, քեզի քրգե, քեզի շալգե։ Սշփախտաբար շատ հավատացյալներ կան թուրին թիմած կգենան, ներսա չեն մտներ։ Կամ զավակներ կան, որ չեն զանգեր իրենց հորը։ Եվ այդ ամոթը գշալգեն իրենց սրդի մեջ, այդ մտքերը գշալգեն իրենց մտքի մեջ, որ հայրս իմ այնձի չընդունիր այլևս։ Կամ ասի իմ փուշս է։ Սա atkan հբարդ եմ ես, որ Աստված ինձի փուշմը տվավ, որ չեմ գտնար, որ ազատագրվիլ ասկե։ Աստուծո աղոթեցի քանի անգամ ասավ շնորհքս քեզի հերիք է։ Բայց շնորհք բարը, ամոր ասպես կսեսել է շնորհք բարը չի հասկացած արդեն, թե ոչ պերանեն անանք չել դեր արդ։ Որով շնորհքի մեջը ամեն ինչը գա։ Եվ եթե շնորհքի մեջ ամեն ինչը գա, ուրեմն Բողոս Արաքյալին խնդիրը հիվանդություն չէր։ Թե ոչ արանք բատկամ չեր արներ, ինքը ասի գկարոզեր, ինքը ասոր համար գհալածվեր։ Ելե հիմա ինքը անոր հագարակ բան չսավ։ Անոմա կոնտեքստը հասկացված չէ։ Ցան որ ասպես կխոսի ինձ ինքը գզրգե։ Բայց ան որ գջանչնա է Քրիստոսով ստացած արդարությունը, գտեսնես համարձակությամբ գարնե։ Ճիշտ այս է բաժարը, թե ինչու համար գտեսնես օդարմը, որ աշխարհիկ է, հավանաբար մոդելն անանք մոդել ժադոնցնե չես տեսած, եւ հանգարց եկեղեցի մտավ, եւ մեկ հատ Աստծո խոսքը լսեց, եւ այդ խոսքը որ դու նսիր հավանաբար ասոր մեջ բան չի գար, ինչ կար, որ մեմնա տեսնես ինքը բժշկվեցավ։ Ինչու? Որովհետեւ ինքը հավատաց։ Այն արդարության, քանի եւ որ աշխարհիկը ներս մտնե, գիտե որ բանը դալիք չունի Աստծո։ Արդեն գեղդոդն է, արդեն աղդոդն է, արդեն մեղավորն է, բանը չունի Աստծո, ասե որ նայ ես բարին եմ, ես արազոհը, բանը չունի դա Աստծո։ Ադամը գուկա Աստծո շնորհքին արչև եւ գսե դեր ինձի գնթունիսն է ար, եւ դեր իրեն գարնե։ Եգը բժշկե իրեն, գմակրե իրեն, բժշկությունը գարնե, զորությունը գարնե, զորությունը գոհսի իր կյանքի մեջ, ամեն հավատացյալի համար Աստծո զորությունն է ավետարանը։ Զորությունը գտեսնես, բայց մյուս կողմեն գտեսնես ուրիշ հավատացյալ, որ դարիներով գուկա եկեղեցի եւ նույն խնդիրի մեջն է դարիներով։ Եվ ադիգա գնայի անոր եւ գսե ինչ է բաժարը, որ ինքը ասպես բժշկվեցավ, ուրեմն ինքը հadoop բան ունի, ասված իրեն կամ ասված ինձի հadoop բան գուզե սորվեցնել։ Ասպես կսկսենք բացադրել, բայց ադիգա Աստուծո մեջ է ադմիտքը, ավետարանը չէ ադիգա։ Սո մեկա գարտամ ասամարը։ Գսե ես ավետարանը ամոթ չեմ համարում։ Բաժարները մեկը որ շատ անգամ գտեսնես ծառայողներ, որ ինքնավստահ են իրենց քարոզածի մեջը կամ եւ որ ժողովրդի եւ ամփոխի մեջ են գտեսնես չեն վախնար։ Ամոթ չեն սկար ավետարանը քարոզելու, ինչու որով դեսած են Աստծո զորությունը։ Գիտեն Աստծո զորությունը։ Ադամար գսե ես ամոթ չեմ համարում ավետարանը, ինչու որով Աստծո զորությունն է, իր ինքնավստահությունը հոնգեգու կա, Աստծո զորությունն է։ Ամեն ավադացյալի համար, փրկության համար, նախ հրյայի, ապա նաև հույնի։ Ամենուն համար է, ան որ հավատա։ Որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է արդարը հավատով է ապրելու։ Աստծո արդարությունը կհայտնվի ավետարանի միջոցով եւ քալ բահում մեջ հաջորդ դերոջը գամքով պիտի խոսենք ավետարանի մասին, որովհետև ամեն ինչ հոնգեգը սկսի։ Ավետարանը գփանա ինձ Աստծո արդարությունը եւ Աստծո արդարության փածվիլը ինձ հավատե հավատ շարժիլ գուտա եւ Աստծո զորությունը գերեվի իմ կյանքիս մեջ ամեն արդարը հավատքով է ապրելու հետեւաբար եկեք այսօր ոտքի գնանք եւ Քրիստոսի ստացած արդարության համար շնորհակալությամբ գնանք ալչևը եւ ադբես խնդրենք Տերոջմե ադբես հրճագենք մեր կյանքին վրա ամեն թերություններուն եւ դգարություններուն համար Աստծո արչեւ գենալով անոնց հաշիվ դալը քեզի օգուտունի բրգուչանդ համար քեզի գոկնե որ քու սիրտդ եւ խիղճդ մակրվի
Բայց քեզի չոքներ փրկվելու համար, քեզի փրկությունը մի անգոքն է Քրիստոսի արինը եւ անոր մե փխած քեզի արդարությունը, ամեն։ Եկ ոտքի կանգնենք։